Թեև վիճակագրական տվյալների համաձայն Շիրակի մարզը համարվում է աղքատ, սակայն վերջին տարիներին արձանագրվում է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի 100% ցուցանիշ։ Անցնող 7 ամսվա կտրվածքով համայնքների սեփական եկամուտները կազմել են 83.7%։ Հողի հարկն է հիմնականում եւ վարձակալական հողերի վճարները, որը 72.2% է կազմում հողի հարկը, իսկ գույքի վարձակալությունից եկամուտները 72.6%։ Նաև կամ բարձր ցուցանիշ հարկատեսակներ, որոնք բարձր ցուցանիշ են արձանագրել, պետական տուրքը, տեղական տուրքը, գույքահարկը, սրանք 7 ամսվա կտրվածքով բավականին 109% են կազմում։ Այստեղ նշվել է ծևի մեր գյուղում հարկերը միշտ կատարվել է։ Հողի հարկ, գույքահարկ եւ այլ հարկատեսակներ, թեև գյուղացին վճարում է, համայնքապետն էլ ցուցանիշը գումարի տեսքով ներկայացնում գերատեսչություններին, սակայն խնդիրը սրանով չի լուծվում։ Հարցը մնում է առկախ, ինչպես եւ ինչ միջոցներով է գյուղացին վճարում հարկը։ Չեմ վճարել։ Չունեմ տաշակը սազի փաստանում է մեզ սանանտի ուզում է պաստոր չկա իրաց պայմաններով թե ճուղապետը թե ստեղ մեր պաները դիմակնալով պայմանները մեն որ ժամանակին ժամուները մուծեմ Հողի ու ավտոներ գույքահարկը դեշուդես վճարս որ հարգը նախ մեծ թիվի կազմեն քիչ է երկրորդն վճարում է կարող է ուշացումով եղնել բայց վճարում են բոլորն էլ Սրվա կների պայմաններում 1 կիլոգրամ սորնը մտերում են 110 դրամով, 1 կիլոգրամ մտերում են 90 դրամով, մոտ 20 ցեներ բերկաբով 1 հեկտար հողնոր կրանաց սրոկանից։ Այսինքն գյուղատնտեսության սրվա վիճակը շատ սարսափելի է։ Մշակումները թանկ հաջուկ է, հադիկին շատ նվազ հազր է, գյուղացուն բան չի մնում, բայց ինչ մնում է վճարում մի կերպ։ Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման վարուցանքի եւ բերքահավաքի արդյունքներից գյուղացու դժգոհությունները մնում են անփոփոխ եւ շարունակական, իսկ հարկերն էլ ստիպված են վճարել արտագնա աշխատանքից գոյացած գումարների հաշվին։ Երեխեքը Ռուսաստան աշխատում են, գալում են ստեղ փողն է դարձրել են հեշտան, էլ ինչ վճարեն կամ ստիպված պետք է վճարես, ինչ են։ Փողն էլ հեշտան է դարձրել կուրսը։ Իրեք երեխեն կաշադի վերջին ստեղ հեշտան չկա, ինչ պետք է։ Մեկ դեր շքով Երբեմն էլ հողի մշակը չկարողանալով վճարել հարկերն ու տուրքերը ստիպված է դրանց մարման ժամկետները երկարացնել, հստակ գիտակցելով, որ չվճարման դեպքում գործում է տույժ ու տուգանք կիրառելու տարբերակը։
նորից ստուգանք պետք է ավել լավ է ժամանակին 10 կինը 10 քանտ հանք 10 լավ է 10 մեր բնակչությունը շատ լավ պատկերացնում է օրենքները եւ ինքը իր հարկը ժամանակին վճարում է, եթե չվճարի, գիտեք հողի հարկի մասին օրենքով, գույքի հարկի մասին օրենքով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար արդեն տուժի եւ տուգանքի է ենթարկվում։ Դրա համար ինքը աշխատում է ժամանակին մարելու իր պարտքը։ Տուգանքները աշխատում է։ Պետական ռակետ է։ Մենք մեր պետությունը լավ գիտենք, իշխանությունը լավ գիտենք։ Տուժուտուկան կիրառելու զատ նաև համապատասխան օրենքում են փոփոխություններ կատարվել։ Եթե նախկինում հարկը վճարելուց հրաժարվելու դեպքում քաղաքացու հետ կապված խնդիրը լուծվում էր դատական միջամտությամբ, ապա ներկայում գործընթացն առավել պարզեցվել է։ Համայնքի ղեկավարը կարող է որոշում կայացնել եւ մտնել դակ բռնականություն կատարելու համար մինչեւ 500,000 դրամի չափով Նախկինում բյուջեի սեփական եկամուտների կատարողականից ցածր ցուցանիշ գրանցվում էր հատկապես Աշոտսկի տարածաշրջանի համայնքներում։ Վերջին մի քանի տարիներին նույնիսկ այս համայնքները սկսել են ետ չմնալ հարևան տարածաշրջանների համայնքներից։ Պատճառը մեկն է՝ ժամանակին վճարել հարկերն ու տուրքերը եւ չընթարկվել վարչական պատասխանատվության։ Ալաբաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Արթուր Մարգարյան, այսօր։